Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 ասում ենք բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ եւ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե առավոտ շուտ միմիայն մեզ մնում է մաղթել ձեզ հաճելի լավոր ու լավ տրամադրություն։ Փետրվարի 16-ն է, օրը երկուշաբթի, միասին սկսում ենք 2026 թվականի 16-րդ շաբաթը։ Եվ միասին սկսում ենք հերթական աշխատանքային շաբաթը, որ աչքներս կթարթենք, մեկ էլ կտեսնենք, որ վերջացավ այդ շաբաթն էլ ավարտվեց, բայց քանի դեռ սկիզբ է, եկեք վայելենք։ Քանի դեռ մենք եթերում ենք, ասենք որ ձեզ հետ է Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս բոլորին, միացեք մեկ գավաթ սուրճը ուժի մեջ է, ինչպես յուրաքանչյուր օր, այսօր Մենք արդեն խմում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 սիրով ուզում ենք ասել բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, ովքեր այս պահին լսում են մեզ։ Եվ իհարկե մաղթում ենք լավ տրամադրություն, մանավանդ որ եղանակը նպաստում է լավ տրամադրության, որովհետև արդեն դրական նիշ է։ Վերջապես, այս պահին 4 աստիճան տաքություն է Երևանում, օրվա ընթացքում մինչև 11 աստիճան կլինի տաքություն։ Ինչ հաճելի է, թե չէ կուզիկ էինք դարձել այդ տակ վերարկուներով։ Նույնիսկ արդեն նվազեցրել ենք տաք հագուստի չափաբաժինը։ Էն էլ ոնց ենք, բայց շատ այդպես մի ոգևորվեք էլի ամառային հագուստներով, ով խոսի էլի, ես եմ խոսում։ Հանրապետության տարածքում եւս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ուրա, Ասենք ուրա, նաև որ ուրա։ այսօրվանից մինչև փետրվարի 18-ը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա ջերմաստիճանը 2-ից 4 Այսինքն աստիճանով։ մինչև 10 աստիճան տաքություն կունենանք օրվա ընթացքում, եթե այդպես Սա հաշվարկենք։ հանրապետության Այո։ առումով է 2-ից 4 աստիճանով, Երևանում եւս առանց տեղումների եղանակ է այսօր եւ օրվա ընթացքում արդեն 11-12 աստիճան տաքություն կլինի։ Հրաշալի։ Հրաշքնորություն, այսքանից հետո բնականաբար ասում ենք, որ ել ոնց չունենանք լավ տրամադրություն, միանշանակ դա այդպես է։ Ինչ իրավիճակ է Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Դրանք բոլորն անխտիր բաց են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպություններն իհարկե շարունակում են ավտոճանապարհների մաքրման, մշակման աշխատանքները, նաեւ տեղեկացնենք, որ Վարդենյանց Լեռնանցքն է փակ միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար Լեռնանցքը բաց է։ Ուրա, ուրա, ուրա։ Կարող ենք ասել, որ անանցանելի հատվածներ չկան հանրապետությունում, դա ոգևորում է։ Իհարկե այն ես չեմ հիշում, կարող ես ասել Քարիլիչ, չէ, ճիշտ եմ հիշում։ Այդ ճանապարհը հաստատ փակ է, տանող ճանապարհը վստահ ենք, որ դեռ փակ է, բայց ինչևէ։ Տեղափոխվենք Մայրաքաղաքի փողոցներ, որտեղ սկսվել են փոսերի նորոգման աշխատանքները շաբաթօրվանից։ Տեսնենք ինչքան կտևեն մինչև այդ փոսերը, վերջապես կլցվեն, որովհետև իհարկե ես հասկանում եմ, որ այդ ժողովրդական ասած դզող փչողների գործը լավ է, բայց խղճացեք այս մարդկանց մեքենաներով եւ ի վերջո ես այն օրը նայում էի մի օկտատիրոջ վիդեո տարբերակ եւ ասում եմ, որ եթե հանկարծ ակտեր կան, որ նրանք խախտել են երթևեկության կանոնը, որովհետև այդտեղ փոսեր, նրանք բողոքարկելու են, որովհետև նրանք այլ տարբերակ չունեին չխախտելու, կամ պիտի մեքենան հիմնովին ջարդ ու փշուր անեին, կամ պետք է հարվածես այլ մեքենայի։ Այնպես որ հարգելի համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներ, այս անգամ հաշվի առեք նաև այդ խնդիրը, որը կար, եւ իհարկե եթե նման պարագայում է տեղի ունեցել, խախտում մի արձանագրեք։ Կարելի է մի հատ բանալ ես ասեմ, մի քիչ արագ այդ փոսերը վերանորոգեք, որովհետև քիչ է ջարդուփշուր են լինում մեքենաները, մի քիչ է ջարդուփշուր կլինեն, եւս մի քանի օր այլ մեքենաներից ոչինչ չի մնա։ Հա, ինձ սա հատուկ ծրագիր է, որ խցանումները նվազեցնեն մեքենաների քանակը։ Ինչևէ, ունենք այս պահին վթաց Բաղրամյան փողոցի վրա, Օրբելու խաչմերուկից ներքև դեպի ձախ կողմում Միջայլոց այդ փոսերի պատճառով նաև վթարներ են տեղի ունեցել։ 7 բալ է այս պահին մայրաքաղաքային խցանումների ծանրաբեռնվածության աստիճանը։ Կարծես թե այլ վթարներ։ Դե ոսոր կարմիրով տեսնում ենք ներկված փողոցներ, բայց արդեն դրանք սովորական են, մշտական են։ Մենք բոլորս գիտենք դրա մասին։ Գնացինք օթային տարածք հասկանանք ինչ է կատարվում։ Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ ունենք 3 վաղաժամ վայրեջք եւ 1 ուշացում։ 3 վաղաժամ վայրեջքներն են լառնական Դուբայները։ Դուբայներ, որտեղ 2 թռիչք կա Դուբայի։ Լառնական մեկնո վայրեջք կատարող ինքնաթիռը պիտի վայրեջք կատարեր 9:55-ին, վայրեջք է կատարելու 9:38-ին։ Դուբայի ինքնաթիռները 10:25-ի փոխարեն վայրեջք են կատարելու 10:09-ին։ Եվ իհարկե ուշացում ունենք Մոսկվայի չվերթը 13:40-ին վայրեջք կատարելու փոխարեն վայրեջք կկատարի ժամը 16-ին։ Գնանք մեկնումների սանդղակ եւ տեսնենք, որ կարծես թե ամեն ինչ ժամանակին է, ոչ մի խնդիր չկա, բոլոր թռիչքները տեղի կունենան ժամանակին, դուք չմոռանաք, հասեք ժամանակին, որ գնաք ձեր ուզած վայրը, ձեզ նաեւ այդ վայր մեկնելու համար պետք է տարադրամ։ Պետք է տարադրամ, չնայած հիմա արդեն շատ-շատերը փորձում են անհպում, վճարումներ կատարել, բայց տեղեկացնենք կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքները, ամերիկյան $1 փոխարժեքը 376 դրամ է, 1 եվրոն 446, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 408 դրամ է, վրացական 1 լարին 140 դրամ, եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի փոխարժեք օրվա 102 դրամ է։ Իմացանք այս ամենը։ Քիչ անց կբացենք օրվա օրացույցը, ինչպես միշտ, իսկ մենք հիմա շարժում ենք առաջ։ Ինչ երգ ենք լսելու։ Հետաքրքիր։ 2025-ի լավագույն հիտերից մեկը։ Լավ, ես հուսամ ռետրո երգ կլսենք։ Դե տեսնենք։ Can go a very long, long way. Maybe just do the dishes. I'll give you what you
Treating me like you're supposed to do. Tears run down my thighs. Dance break. Սուրճ ու սեր առավոտից։ Իննանց է 42 րոպե, դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, շնորհակալություն ենք հայտնում նաև, որ մեզ on-line հարթակում եք հետևում, հիշեք FM հաճախականությունից զատ, մեզ կարող եք հետևել նաև armradio.am կայքի միջոցով եւ իհարկե Facebook-յան հարթակի միջոցով, մուտք գործելով armradio.am կայք կամ Հայաստանի հանրային ռադիո հայատարակ գրում, եթե դեռ չեք միացել եւ հետևում եք մեր լայվերին, ոչ միայն հետևում եք, այլև գրառումներ եք անում, իդեպ շնորհակալություն մեր այ ռադիո լսողներին, ովքեր մշտապես շատ ակտիվ գրառումներ են կատարում։ Մենք արդեն ունենք բարի լույսեր, Էդիկ Բաբուջյանը մեզ սուրճ ու սիրտ է ուղարկում, Ծովինար Գևորգյանն է գրել բարի լույս սիրելիներ, ձեզ այդ օրը միշտ բարի է, իսկ Տիգրանի երաժշտական ճաշակը եւ Լուսինեի կանացիությունը զարդարում են առավոտը։ Ուրա, շնորհակալ ենք շատ։ Սոնյա Սահակյանն ասում է բարի լույս իմ շատ սիրելիներ ջան, հաճելի է լսել ձեզ ամեն օր։ Բա մեզ ինչ հաճելի է կարդալ, այո, ձեր մեկնաբանությունները։ Բացում ենք փետրվարի 16-ի օրացույցը, այսօր նշվում է Նրբաբլիթի միջազգային օրը։ Այ, Այդպիսի տոն կա։ հիմա ինչ եք ուզում ասեք, գնանք նրբաբլիթ պատրաստենք։ Նույն տոնը նաև ներառված է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օրացույցում։ Այս ազգային օրացույցում հետաքրքիր տոներ կան, որոնցից մեկը ինձ շատ զվարճացրեց։ Միացյալ Նահանգներում այսօր նշում են փնփնթաններին օգնելու օրը, շատ զավեշտալի օր է, թող օգնեն։ Դե բնական է, մարդը փնփնթում է, որպեսզի օգնեն իրեն։ Դա դրան բնական է։ Ինչ որ բանից դժգոհում է մարդը։ Պետք է օգնել։ Մի խոսքով, եթե ձեր շրջապատում կան փնփնթացող մարդիկ, կարող եք նրանց այսօր օգնել խորհրդով, ինչու ոչ։ Դե հա, դեմ չենք իհարկե։ Նաև այսօր նշում են նահանգներում գետնանուշի ազգային օրը։ Իմիջայլոց գետնանուշի հետ կապված, այո, նրանք հատուկ են նշում նուշի օրը, որովհետև նուշը համարվում է սուպեր սնունդ, լի վիտամիններով եւ օգտակար ճարպերով։ Եթե նուշը սուպեր հերոս լիներ, ինչ անուն կդնեիք օրինակ հարգելի ռադիո լսողներ։ Սուպեր նուշիկ։ Սա նուշիկն է։ Միգուցե Ռուսաստանում այսօր նշում են նաև թարմ արքայախնձորի օրը։ Ինչ ուտեստա։ Այո, նաև բույրերի որոնման օրն է այսօր։ Հա, հետաքրքիր է բույրերի որոնման օրը, գիտես։ Իմիջայլոց նաև ասեմ, որ նշվում է նորարարության օր, նվիրված է գյուտերին ու նոր գաղափարներին, օրվա խորհուրդը մի խենթ միտք գրիր թղթի վրա, գուցե հենց դա փոխի աշխարհը։ Ինչու ոչ։ Եվ մի հետաքրքիր տոն էլ կա, որ ուզում եմ անդրադառնալ, սա կոնկրետ 16-ին պաշտոնական տոնը հենց փետրվարի 16-ին չէ ամեն երկրում, բայց շատերն այս շրջանում անում են փոքր լավություն մեկին, ով միշտ մռայլ է։ Օրինակ, հետաքրքիր է, քեզ եմ հարցնում Տիգրան ջան, ունես քո շրջապատում եք, ում պետք է ենթադրենք ժպիտ նվիրես։ Անվճար։ Ստացություն։ Հա, վճարը։ Չէ, սպասում պատմման պատասխան։ Քեզնից աշխատում ենք։ Հոբելյաններին անդրադառնանք, այսօրն է ծնվել բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լուկաս Սիլվան։ Դու Սիլվային ճանաչում ես։ Բայց Տիկին Սիլվային, թե Լուկաս Սիլվային։ Սիլվային հայտնի բրազիլացի ֆուտբոլիստը նա ծնվել 1993 թվականին է ծնվել։ Գնանք առաջ։ Նաև այսօրն է ծնվել մեր հայրենակից հայտնի հեռացատկորտ Եվրոպայի ԽՍՀՄ-ի ու Հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմյանը։ Նա ծնվել է 1965-ին։
Գնացինք առաջ։ Գնացինք առաջ։ Տեսնենք թե ովքեր են ծնվել այսօրը, պատմության մեջ հենց այսօրը։ Կիմ Չեն Ինն է ծնվել Հյուսիսային Կիմ Կորեայի Չեն Ինը, պետական այո։ կուսակցական ռազմական գործիչ։ Ասենք Երկրի նախկին շնորհավոր, այո, եւ շարունակելով տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որ շախմատի աշխարհի առաջին կին չեմպիոնն է ծնվել 1906 թվականի այսօրը Վերա Մենչիկը։ Գնացինք առաջ։ Ու հասկանում ենք, որ փակում ենք օրացույցը։ Հասկանում որ փակել ենք օրացույցը։ Փակեցինք օրացույցը եւ դուք էլ կարող եք հետաքրքիր տոներ առաջարկել մեզ հարգելի ռադիոլսողներ։ Լսենք այդ։ Դու ռետրո ես ուզում։ Այո, ուզում եմ։ Հենց այս Ուզում ես երգն եմ ռետրո։ ուզում։ Այո, Հատուկ քեզ համար։ շնորհակալություն։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:50 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Այո, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորի հարգելի ռադիոլսողներ, Տիգրան օրինակ հետևում ես ձմեռային օլիմպիական խաղերին։ Երբեմն այո։ Երեք էր կարծես թե հետևում էի Դահուկասահքին եւ մեր շատ սիրելի մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ասաց կոնկրետ այս երկրի ներկայացուցիչը որևէ խնդիր չունի, որովհետեւ մշտապես ոսկին իրեն հիանալի պատրաստված է ու աչքով տվեց եւ աղջիկը մի քիչ սահելով ընկավ վայր, հետո մի կերպ վեր կացավ, հաղթահարեց, նորից սկսեց սահել, նորից ընկավ, ըստ ամենայնի պոկվել էր, հա, դահուկները վնասվել էին ու տեսնում ենք այնտեղից մարզիչն է ինչ որ դահուկներով գալիս, աղջիկը այդ դահուկները ձեռքի տակ դրած վազում է դեպի մարզիչը, մարզիչն այնքան էր հուզվել, որ մի հատ էլ մարզիչը ընկավ վայր։ Ինչ ես ասում։ Եվ այդ ամեն ուղիղ եթերում։ Այո, մի կերպ հասան, բայց այդ աղջիկը
այնքան նպատակասլաց էր, այնքան պատրաստված էր, որ 8-րդ տեղը հայտնվեց ընթացս, որովհետև վայր էր ընկել, նա ամեն ինչ արեց եւ եկավ ու երկրորդը հատեց կարմիր գիծը եւ գրավեց երկրորդ հորիզոնականը ու այստեղ ասում են այդ աղջկան բրավո։ Այո, երբեք պետք չի ճանապարհի կեսից հանձնվել, միշտ պիտի իմանալ, որ մինչև վերջ պետք է գնալ, եթե ուզում ես արդյունքի հասնել։ Սա վառ օրինակ էր, կարծում եմ։ Ես էլ եմ այդպես կարծում, որ պետք է ոչինչի առաջ կանգ չառնել եւ շարունակել։ Եվ հավատաց իր ուժերին ու դե արի ու տես, որ երկրորդ հորիզոնականը համենայնպես պատվով իմիջալոց իրենց հետո բավականին այսպես տևական ժամանակ որ մարզիկ չկար, որ մոտենար։ Դե եթե դեմ չես, ես եւս մեկ Իհարկե։ արդեն այսպես ավելի պաշտոնական մարզական լուր ներկայացնեմ, այո, հայտնի են դարձել ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները եւ սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 110 ծանրորդ մրցումային վերջին օրը 3 փետրվարի 15-ին հայտնի են դարձել 94, 110 եւ պլյուս 110 կիլոգրամ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները։ Տղամարդկանց պլյուս 110 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն են արժանացել Վարազդատ Լալայանը, երկամարտի 440 կիլոգրամ արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը 405 կիլոգրամ եւ լավագույն երակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը 377 կիլոգրամ։ Մեզ հայտնում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Արդյունքներն էլ իմացանք։ Սպորտը իհարկե ադրենալին է, որտեղ պայքար է անverջ, անդադար եւ պիտի առանց բոլոր խոչընդոտները հաղթահարելով փորձես հասնել մաքսիմալի։ Այստեղ իմիջիալոց մեր ռադիոլսողներն են շարունակում մեզ գրել, Վարդուշ Մաթևոսյանն ասում է բարի լույս, չնայած դեռ գարուն չէ, բայց Սիսիանում այնքան արևոտ ու ջերմ է օրը, որ բոլորիդ եմ հղում այս ջերմությունն ու սերը, լավ ու հաճելի պահերով լի օր բոլորիս, անձինս մեր սիրելի Լուսինեի եւ Տիգրանի ու Վարդերը ուղարկում ես, մենք էլ դες սրտիկներ ենք ուղարկում, շնորհակալություն։ Գայանե Այվազբալյանն է մեզ ջերմ ողջույններ ուղարկում Տիգրան ջան։ Ես երեք զգացի, որ իսկապես արդեն գարնան շունչ է զգացում եւ երեք էլ շատ հաճելի ջերմ եղանակ էր Երևանում զբոսնելու համար հատկապես ոդկով զբոսնելու ոչ թե մեքենայով, ես դա երեք հասկացա։ Զբոսնում ես Տիգրան։ Դուրս եկա մեքենայից եւ հասկացա, որ այո իսկապես զբոսնելու եղանակ է։ Իհարկե, ես միշտ եմ զբոսնում, ցուրտ է, տաք է, միևնույն է ոդկով ավելի եմ նախընտրում քայլել։ Նախ առողջարարը, երկրորդը խցանումներ են, եթե ներքին այսպես փոքր կենտրոնով պիտի տեղաշարժվես որևէ տեղ, լավագույն եւ արագ միջոցը դա ոդկով քայլելն է։ Կեցես։ Առողջարարության մասին դեռ խոսելու ենք առողջության մասին։ Այո, խոսելու ենք, բայց օրացույցով դեռ ձմեռը փետրվարի 16-ն է։ Ինչ ենք առաջարկելու ռադիոլսողներին հաջորդ եթերաժամին, ասենք որ հետաքրքիր հյուր ունենք մարդ ով մի քանի առաքելություններ կյանքում եւ այդ մարդիկ միշտ ինձ համար շատ հետաքրքիր են եղել, որովհետեւ տարբեր ասպարեզներում իրար հետ կապ չունեցող գրեթե ասպարեզներում միաժամանակ գործունեություն ցավալել ինձ համար շատ հետաքրքիր ու բարդ։ Ես աբոյին խնդրեցի նաև առանձնացնի հայտնի մարդկանց, որոնք մի քանի առաքելություն են իրականացրել, ավելի ուշ կներկայացնենք ռադիոլսողներին։ Այո, չասենք ով է մեր հյուրը, բայց շատ հետաքրքիր անձնավորություն։ Այնպես որ շարունակեք լսել եւ դիտել մեզ, մենք ընթանում ենք առաջ։ I don't wanna complicate. Let the words be small and straight. If we fall or if we fly, we begin with you and I. Hold me here between the floors. Say my name, open the doors. I don't need a brighter sun. Just your voice close up to mine. Feel the stillness, feel the shift. Close to you, I find my lip. We can take a simpler way. If you want me, say you'll stay. Footsteps fall in another halls. You lean in and touch my sleeve. I let all the trouble leave. All the fights I never won melt like chalk and then they're gone. You look up and start to smile.
just a step, a yes ahead. When the lights come flooding in, we will walk out and begin. Hold me here between the floors, say my name, unlock the doors. I don't need a perfect sign, just your heartbeat into mine. Here and now we'll find a way. If you want me, say you'll stay. I'm ready, I'm clear. Take my fear and keep me near. Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 եւ հենց այս երկու րոպեն էլ կօգտագործենք, որպեսզի ողջունենք մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանին։ Բարի լույս Հասմիկ։ Բարի լույս հարգելի Հասմիկ։ Բարի լույս։ Այ հիմա լսեցինք ձեր ջերմ բարի լույսը։ Դու ել ես զգացել գարնաշունչը, որ արդեն տաք է, լավ։ Չի երևում տեսքից, ապա Շատ մինայր գարնանային, այո։ շքեղ է նա գարնանային։ Իմիջիայլոց մեր եթերից առաջ մենք ռադիոլուրի առավոտյան թողարկման ժամանակ լսեցինք, որ մենք անդրադառնում էինք մեր գեղասահորդներին եւ ահա մեր ռադիոլսող Վարդիթեր Գևորգյանն ասում է թող բարին լինի ու այսօր մեր գեղասահորդները լավ ցուցանիշ գրանցեն։ Դա Աստված, այո, այսօր ներկայացնելու են մրցելույթն է լինելու, հուսով ենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինի եւ լավ միավորներ կվաստակեն։ Հաջողություն մաղթենք։ Այո։ Մենք էլ ենք հուսով, որովհետեւ երկիրը ներկայացնում ի վերջո եւ կարծես թե տևական ժամանակ մենք գեղասահորդների հետ կապված այդպես ցուցանիշներ ընդհանրապես չունենք, նույնիսկ տարիներ են շարունակ եղել, որ ընդհանրապես մեր ներկայացուցիչը չի եղել։ Նախանձում էինք այլ երկրների նախանձեմ, մերոնք են սահադաշտում։ Դե սպասենք լավ արդյունքների։ Ես իմ գործընկեր Արամ Մանուկյանը անդրադարձել էր թեմատիկ հավելվածում եւ գեղասահորդներին եւ ծանրամարտի առաջնությանը, ավելի ընդգրկուն ռադիոլուրի թողարկումների ժամանակ մենք կներկայացնենք մանրամասներ։ Շատ լավ է։ Հոսափողականն եք, ես բարի եթեր։ Շնորհակալություն։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, թեմաները նախ համառոտ։ Համոզված ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանը այլընտրանք չկա, 3 նման հայտարարություն արել Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունները տեղի կունենան վաղը։ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը փայլուն կատարեցին իրենց կարճ ծրագիրը ձմեռային օլիմպիական խաղերում, թեմաները ընդգրկուն վարքյան։
Եվ այսպես Երևանը տեղյակ է Մոսկվայի հիմնարար գնահատականներին Եվրամիությանն անդամակցելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ, եթե Երևանը անցնի մեկ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորող շրջանակին, ապա չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի եւ կանոնակարգերի պահպանումը, ինչն էլ կհանգեցնի համապատասխան հետևանքների։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը այս մասին հայտարարել է 10-ին տված հարցազրույցում։ Նաեւ նշել է, որ ինչպես նախկինում Ռուսաստանը Երևանը համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը եւ առաջին փուլի քվեարկության արդյունքներով 50 առավելագույն ձայն ստացած տեխնացուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Ներկայացնենք առաջին 5 տեղերը զբաղեցրած անձանց անունները եւ ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը 894 ձայնով, հաջորդում է Սուրեն Պապիկյանը 780 ձայն, երրորդ տեղը Գևորգ Պապոյանն է 765 ձայնով, չորրորդ տեղում Արարատ Միրզոյանն է 743 ձայն, հաջորդիվ Վահագն Ալեքսանյանն է 697 ձայն։ Առաջին փուլը մեկնարկել էր փետրվարի 13-ին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված մարդու հիմնարար իրավունքներ եւ պարտականություններ թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որը անցկացվել է մարդու իրավունքների փախստականների հետ եւ նրանց համար ծրագրի շրջանակում, անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին, պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման եւ ատելության խոսքի բացառման կարեւորությունը։ Ընդգծել է նաեւ հանրային համերաշխության ամրապնդումը, կրթական համակարգի առանցքային դերը։ Մանասյանի խոսքով անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, քանի որ կրթական միջավայրը պետք է ձևավորի այն բարոյական եւ էթիկական չափանիշները, որոնց վրա կառուցվում է հանրային վարքագիծը։ Խոսենք միջազգային անցուդարձի մասին, Միացյալ Նահանգներն է Եվրոպային կոչ արել միանալ նոր ուղեգծին, որը ընտրել են Դոնալդ Թրամփը եւ ամերիկյան վարչակազմը։ Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մասնավորապես պետքարտուղարն ասել է, Միացյալ Նահանգները չի ցանկանում տեսնել մեղավորության եւ ամոթի զգացումով կաշկանդված դաշնակիցներ, Միացյալ Նահանգներին հարկավոր են դաշնակիցներ, որոնք հպարտանում են իրենց մշակույթով եւ ժառանգությամբ։ Եվրոպան պատասխանել է հենց նույն համաժողովի շրջանակում, մասնավորապես Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է կոչ արել ամրացնել եվրոպական պաշտպանությունը, հերքել է Եվրոպայի քաղաքակրթական ոչնչացման սպառնալիքի մասին Միացյալ Նահանգների վարչակազմի պնդումները։ Եվրոպան քաղաքակրթական ոչնչացման սպառնալիքի առջև չէ, ընդհակառակը մարդիկ դեռ ցանկանում են միանալ մեր ակումբին, հայտարարել է Կայա Կալասը։ Այժմ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչինը մեկնել Շվեյցարիա, որտեղ վաղը Օմանի միջնորդությամբ բանակցություններ տեղի կունենան Իրանի միջուկային հարցի շուրջ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւ հայտարարությամբ ընդգծվում է ուղևորության ընթացքում արտաքին գործերի նախարարը նաեւ կհանդիպի եւ բանակցություններ կվարի Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի հետ, Օմանի արտաքին գործերի նախարարի հետ, ատոմային էներգիայի եւ միջազգային գործակալության գլխավոր տնօրենի, ինչպես նաեւ Շվեյցարիայում գտնվող միջազգային կազմակերպությունների եւ այլ պաշտոնյաների հետ։ Իսկ ահա BBC-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտռավանչին ասել է, որ Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումային տարբերակներ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացման հարցը։ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե չհաջողվի համաձայնության գալ իրանական միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնագրի շուրջ, միևնույն ժամանակ նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Եվ լրացի վերջին լուրը կրկին Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին ԱՄՆ նախագահը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել ուժեղացնել Միացյալ Նահանգների տնտեսական ճնշումը Իրանի վրա։ Հիմնականում Չինաստանի նավթի վաճառքի հարցում, հաղորդում է Exos-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նաև նշելով, որ Չինաստանին Իրանը մատակարարում է իր նավթի ավելի քան 80%-ը։ Եվ Exos-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահի նման որոշումը կարող է Իրանին դրդել հետագա զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում։
Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյան, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ No matter how hard I try, you keep pushing me aside, and I can't break through. There's no
Սուրճ ու սեր առավոտից։ 11 րոպե Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի հարգելի ռադիոլսողներ եւ ձեզ ասացինք, որ ծրագրի սկզբի հատվածում ասացինք, որ մենք այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայի մասին, մարդիկ, որոնք մի քանի առաքելությամբ են զբաղված, ոչ բոլորն են դա անում, որովհետեւ այստեղ նաեւ պետք է հետաքրքիր ձիրք, նաև խառնվածք, ինչու ոչ, որովհետև ամեն մարդու խառնվածք չէ, որ թույլ է տալիս, որ միաժամանակ մի քանի գործ անեն։ Ողջունենք բազմաշնորհ մեր հյուրին, Maple Leafs հայ-կանադական բժշկական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի պատվավոր հյուպատոս, Կանադա Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանին։ Բարի լույս։ Բարի լույս, բոլորիդ, շատ շնորհակալություն հրավերքի համար, այսպեսի պայծառ օրը։ Շնորհակալ ենք մենք, որ եկել եք, որովհետև հատկապես բժիշկները միշտ բազմազբաղ են, երբ նրանց ասում ենք կգաք մեզ հյուր, ասում են բա մեր բուժառուները ոնց կարող ենք նրանց Եվ այն էլ բժիշկ դիվանագետ։ Այո, դիվանագետ բժիշկ, այդ ոնց եք կարողանում համատեղել, շատ տարբեր ոլորտներ են զուտ, դրա համար ենք հարցնում։ Իրականում իսկապես շատ հետաքրքիր հարց եք տալիս, դե կյանքիս ընթացքում միանշանակ առաջնահերթությունը դա բժշկությունն է, որտեղ ես դրանով ապրում եմ, եւ դա այսպես աստծուց տված եւ պետքա ասել, որ ինչ որ մի ներսից պետքա լինի մի շարժիչ, որը քեզ բերում է դրան։ Ոչ միայն գիտելիքը, այլ նաև այն, որ դու պետք է զգաս, որ դու ուզում ես լինել բժիշկ եւ աշխատել բժիշկ, դա կարեւոր է։ Իսկ կյանքի բերումով, քանի որ ասենց երկար տարիներ լինելով տարբեր տեղեր աշխարհում աշխատելով, թե նահանգներ, թե ստանալով կրթությունը եվրոպական, ամերիկյան, կանադական, աշխատելով Անգլիայում, հա, եւ լինելով ակտիվ եւ սիրելով հայրենիք փորձելով ինչ-որ մի բանով նպաստել, անընդհատ բերում անրան, որ դու փորձում ես ինչ-որ մի բան ստեղծագործել, մի նոր գիտելիք ձեռք բերել, որովհետև եթե դու ձեռք ես բերում սուտ սպეციფიկ բժշկական գիտելիք, դա մի բան է։ Եթե դու արդեն տեսնում ես, որ դու պետք է ինչ-որ մի բան փորձես կառավարես, դրան անհրաժեշտ է ճիշտ կրթություն ձեռք բերել դրա շուրջ, որը ես նույնպես ստացել եմ Master of Science դրա վերաբերյալ Public Health Clinical Epidemiology մեջ եւ դա էլ է անհրաժեշտություն առաջանում։ Հետո սկսում ես հասկանալ, որ անհրաժեշտ է ձեռք բերել նաև միջազգային փորձ։ Իսկ հետո ընթացիկ, երբ որ դու զգում ես, որ դրա հետ միասին քեզ մոտ առաջանում են այն ցանկությունները եւ հնարավորությունները, որ դու ուզում ես ինչ որ մարդկանց օգտակար լինել ոչ միայն որպես բժիշկ, այլ նաեւ հասարակական հարցերում մարդկանց կապեր ստեղծելով հանրապետության համար, հա, հայրենիքիդ համար ստեղծելով որևէ ինչ որ նոր հետաքրքիր ուրեմն հնարավորություններ, ինքնստինքյան ոնց որ առաջանում է այն տարբերակը, երբ որ որևէ մեկը գնահատում է եւ արդեն ունենալով նոր գիտելիքներ, քեզ առաջարկում են նաեւ ուրիշ մի աշխատանքով նույնպես զբաղվել։ Դա իհարկե դժվար է, պարզ բան է, որ դժվար է, որովհետեւ աննարին է կարողանալ մենակ ասենց ծրվել բոլոր կողմերի վրա, բայց եթե դու կարողանում ես կենտրոնացած ճիշտ քո ժամանակը եւ քո փորձը կառավարել, այս պարագայում ստացվում է տալիս ես կարեւորություն բոլոր ոլորտերին, դու սկսում ես այդ բոլոր ոլորտերի մեջ ճիշտ քո աշխատանքը կատարել, կարեւորը բոլորը լինեն որակով եւ արդյունավետ։ Կիսվեք մեզ հետ գաղտնիքով, ինչպես եք կարողանում օրը բաժանել, զբաղվել բժշկությամբ եւ ֆիզիոպաթոսական գործերով։ Գիտեք, բնականա ես մենակ չեմ այդ ամեն ինչի մեջ։ Դե որպես զուտ անձնակ, որպես բժիշկ, բարձա որ դա առաջնահերթ է, ես ասեցի եւ օրը սկսվում է բնականա պացիենտներից, բայց զուգահեռ նա այդ միասին, քանի որ երկրորդ թիմն է աշխատում, երրորդ թիմն է աշխատում, որոնք զբաղված են թե հյուպատոսական աշխատանքներով, թե զբաղված են ամենակարևորը այսօր նոր ստեղծված, հա, այս վերջի կարելի ասել 7-8 ամսվա մեջ Կանադա Եվրազիական տնտեսական պալատի ես դրա նախագահն եմ նույնպես եւ շատ մեծ կարեւորություն եմ տարի դրան, որովհետև դա մեզ համար մեծ նշանակություն է Հայաստանի համար, Կանադայի, ինչի, որովհետև մենք երբևիցե որևէ խնդիր դիվանագիտական չենք ունեցել Կանադայի հետ։ Այո։ Իսկ դա արդեն մի մակարդակի երբ որ հասնում է, մենք ունենք շատ թույլ զարգացում
մեր առևտրաշրջանառության եւ տնտեսական կապերի հետ եւ թե Կանադայի կառավարությունը թե որին արդեն կարելի ասել մեր ԱԳՆ-ն տալիս ամենից նշանակություն մենք ստեղծեցինք Կանադա-Եվրազիական տնտեսական պալատը որ արդեն ունի հաջողություններ եւ հետաքրքիր արդեն պրոյեկտներ, որոնք ի նպաստ բնական է Հայաստանի, բայց բարձա որ Կանադան նույնպես դրա մեջ պետք է տեսնի իր երկկողմանի եւ ինչի Եվրազիական, որտեղ Կանադան ունի իր այդ պալատոնի իր հնարավորությունները տարբեր ուրիշ երկրներում իր ներկայացությունը եւ ստացվում է որ մենք կարողանում ենք այդ բոլոր ասպարեզների մեջ զարգացում տալ եւ բժշկությունը Maple-ից հայ-կանադական կլինիկան իմ համար բանական է դա նույնպես կանադական ընկերություն է եւ տարիների ընթացքում 4 տարի արդեն մենք այս շուկայում ենք եւ տրամադրում ենք ամենաբարձր որակ առողջապահական ծառայությունները փորձում ենք հետևել ամենավերջի խոսքով զարգացումներին դրսում եւ աստայնամ ստացվում է որ եթե դու ունես լավ թիմակիցներ, լավ բժիշկներ, լավ ընտանիք, այդ բոլորը իրար հետ սկսում են զուգահեռ ճիշտ աշխատել։ Սա է երևի թե գաղտնիքը, որ դու պետքա այդ ամեն ինչի մեջ այդ քո մեծ ցանկություն ունենաս, լավ թիմ, լավ ընտանիք լինի եւ ճիշտ կազմակերպվածություն որի հետևից պետք է լինի թեկուզ ոչ հերթականությամբ, այլ զուգահեռ։ Մենեջերական հմտություններն են այստեղ գաղտնիքի հիմքում, որովհետև երբ այդ ձեր նշվածը բոլորը միասին գալիս է հենց մենեջերական հմտության արդյունք, այդպես կարող ենք ասել, որովհետև լավ մասնագետը զուտ բավարար չէ, այստեղ պետք է նաև խառնվածքով լինես, հաշվարկները ճիշտ անես, հոսքագծի վրա ճիշտ դնես ամեն ինչը։ Բնականաբար ոչ մի աշխատանք սահուն չի։ Մենք տարիների ընթացքում անցնում ենք տարբեր փուլեր եւ տարբեր խոչընդոտներով։ Երբևիցե նման չկա մի բան, որը որ ասես, այ սկսեցի sense հեշտությամբ անցավ։ Դե չէ, չկա։ Ոչ մի նման բան գոյություն չունի։ Բայց եթե դու այդ challenge-ներին, այս խնդիրներին պատրաստ ես եւ դու հաղթահարելով շարժում ես առաջ, այդ դեպքում դու հերթականությամբ հասնում ես քո նպատակներին։ Մենեջերություն, հա, դա կառավարչական նշանակություն ունի, դա եւ ներսից է լինում, եւ կրթությունն է, որը որ սպეციფიկ կրթություն է լինում, որը որ զուգակցում ես իրար հետ, որ կարողանաս ստեղծես այն միջավայրը, ստեղծես այն հնարավոր կապերը եւ տարբերակները լոջիստիկայի, որ այդ բոլորը սկսի իրար հետ աշխատել։ Հակառակ դեպքում դա կստացվի թերի, ինչ որ մի բան կարաչը կիսատ պրատ, իսկ կիսատ պրատը դա լավ չի։ Մարդ կա որ պերֆեկցիոնիզմ, ինքը փորձում է ուզում է անպայման ամեն ինչը լավ լինի, չէ՞, դե լավ սովորել, լավ գնահատական ստանալ, հասնել հաջողության, չունենալ թերություններ, դա վատ բան չի։ Դա իհարկե ծառաբեռնում է անձին, բայց դա պետք է կարողանալ ճիշտ մեկը մյուսի հետ համադրել, որ զուգակցել, որ կարողանաս դու անել։ Ես նորից եմ ասում, մենակ մի հոգով չի, բայց թիմային աշխատանք է, բայց անձի նշանակությունը շատ կարևոր է։ Իհարկե։ Հարցս ուղղեմ որպես Հայաստան-Կանադայի պատվո հյուպատոս, ինչ կողմեր, ինչ գրավիչ կողմեր ունի Հայաստանը Կանադայի համար եւ հակառակը։ Ну, ավելի հեշտ է պատասխանել հակառակը, որովհետև դե պարզա անհամեմատալի մեծ երկիր Կանադա, բնական է շատ այսպես բազմազան իր բոլոր ոլորտներով շատ բարձր զարգացությունով, հա, նաև որ ասեցի նշեցի, որ Կանադան այն երկրներից է եղել, որ առաջինը ընդունել է մեր գենոսայդը, ինքը առաջինն է, որ մեր ամենաբարյակցական ընկերն է, որ գտնվում է բոլոր այս տարիների, տասնյակ տարիների ընթացքում մեզ հետ, որտեղ մենք 30 տարի արդեն ավել դիվանագիտական հարաբերություններ ունենք, ամենամեծ ձեռքբերումն է եղել, որ մենք արդեն ունենք դեսպանություն եւ այս ամեն ինչը շուտով կկենտրոնանա ամեն ինչը այնտեղ, հա, եւ շատ ունենք, այսպես ասած, բարեակցական իրանց կողմից, մեր կանադական կառավարության կողմից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, իսկ Կանադայի համար Հայաստանը դե
դա տարածաշրջանային տեղը գտնվելով եւ որպես լավ գործընկեր բարեկամ, մեզ համար դա ինքը նույնպես հետաքրքիր է։ Վստահելի գործընկեր, որը մենք ուզում ենք, որ անպայման դեմոկրատիկ բոլոր զարգացումները Հայաստանում լավ ընթանան, հոգատար ձևով այսպես լինի ամեն ինչը ուղղված դեպի մեր ժողովրդին, խաղաղություն լինի մեզ մոտ, այսինքն Կանադան իր դերը տեսնում է դրան մեջ, բայց նաև մենք ասեցի, տալիս ենք Այկան ոլորտներ, որոնք արդեն նախապես այսպես նշվարված են, այլ բժշկական ոլորտում դուք մեծ գործունեություն եք ծավալում, նաև այլ ոլորտներ, որտեղ արդեն կա համաձայնություն։ Տեսեք, մեզ համար շատ հետաքրքիր է, քանի որ Կանադան համարվում է համար 1 հանքարդյունաբերության, աշխատանքի անվտանգության ոլորտներում եւ մենք մետալուրգիայի մենք այսօր դրան տալիս ենք մեծ նշանակություն, քանի որ ժամանակին Կանադան ստեղ եղել է բավականին ակտիվ, ունենալով նաև իր ներկայացությունը կանադական հանքերում, ցավոք այսօր դա այդպես չի, ունեցել ենք որոշ ֆիասկոներ, բայց փորձենք ոչ թե նեգատիվ նայել, այլ հույսով նայել, որ եւս կունենանք հնարավորություն ավելին այդ ոլորտում զարգացում ունենալ, քանի որ սպասվելիք ունենք կնքվելիք մեր պալատի կողմից համագործակցություն մետալուրգների եւ հանքարդյունաբերության ասոցիացիայի հետ համագործակցություն, մենք տալիս ենք մեծ կարևորություն կրթական ոլորտի հետ կապված, որովհետև նույնպես իմաստ ունի, որ Հայաստանը նույնպես նայի տեսնի ինչ հնարավորություններ կա օգտվել Կանադայի կրթական համակարգից եւ հզորությունից, որովհետեւ չմոռանանք շատ նոբելյան այսպես մրցանակներ այնտեղից են եղել, Տորոնտոյի համալսարանը համարվում է top 10-ի մեջ, Վանկուվերի համալսարանը, արդեն փորձար կա մեր կողմից համագործակցություն ստեղծել եւ բժշկական համալսարանի եւ ուրիշ համալսարանի միջև եւ գյուղատնտեսության մեր ուրեմն համասանի հետ, այսինքն ես մաքսիմալ փորձում եմ աջակցել դրան, դե մեր դեսպանությունն էլ ունեկից RF3 այսպես officer, որը որ trade officer, որը նույնպես աջակցում է եւ մենք իրար հետ բոլորս նույն նպատակին ենք գալիս, որ կարողանանք ստեղծել այն բոլոր տարբեր բազմազան կապերը, որոնք կա, որտեղ Կանադայի հետ կարելի է բոլոր ոլորտների հետ համագործակցել։ Այստեղ ուրիշ հարցել է ցակում առևտրատնտեսական։ Միանգամից գալիս ենք արտահանմանը։ Դուք ասացիք, որ մեզ ավելի հետաքրքիր է կանադական կողմից, քան մենք այս պարագայում։ Արդյոք սա հիանալի հնարավորություն կլինի եւ ճանապարհ կբացի մեր բիզնեսմենների համար, այն մարդկանց համար, որոնք տեղական արտադրանք են ստեղծում եւ հնարավորություն ունեն ավելի շատ արտահանելու եւ ի վերջո այս պարագայում նաեւ երբ հայկական ապրանքը կհայտնվի Կանադայում made in Armenia այսպես բառակապակցությունը կարող է ավելի շատ տարածվել։ Շատ կարևոր հարց տվեցիք։ Մենք այսօր հենց այդ հարցի մասին ենք խոսում։ Մենք իհարկե մենք ունենք արդեն հաջողված մի պրոյեկտ, երբ որ հակառակը Կանադայից շուտով կտեսնենք մոտ 50 տեսականի ապրանք, դեռ չեմ ուզում բացահայտեմ, անուններ մի տվեք։ Չենք տալիս, մեր մոտ կներմուծվի Հայաստան, մեր առաջնահերթ, այսպես ասած, մեր ջանքերով եւ դա կառաջանա մեզ մոտ, բայց հակառակը տեսեք, ստեղ կան որոշ կանադական արտադրություններ, այնպես չի, որ մենք զերոյական վիճակում ենք գտնվում, բայց եթե խոսում ենք արտահանման մասին, մի հատ հարց, եթե տենց այսպես տանք, ինչի է այսպեսի շատ փոքր առևտրային մեզ մոտ քանակ հարաբերություններ, ինչու՞մ է այս շրջանառություն, ինչի է այս sense միզերային պատասխանել բիզնեսմենները։ Դե տեսեք, ճանապարհը չի։ Միայն օթային, չէ՞։ Թեկուզ օթային, ոչ օթային կա։ Մի քանի բիզնեսմեն ասում էին, որ այստեղ շատ կարևոր է թե ինչ ապրանք ես արտահանում, որովհետև տարբեր երկրներում այդ ապրանքատեսակները, հա, այն ինչ որ դու ես ուզում արտահանել, շատ են։ Այսինքն պիտի հանես այն, ինչը քիչ է, թող լինի քիչ, բայց որակով, որը կառանձնացնի Հայաստանը եւ նորություն կլինի այդ շուկայում։ Դե եկեք հիմա ուրեմն մի քիչ ուրիշ տեսակետից այդ հարցին նայենք, որտեղ բիզնեսմենը նայում է մի կերպով, իսկ եթե մենք նայում ենք տնտեսական տեսակետից, ապա ամբողջ խնդիրը առաջանում է մի ուրիշ հետաքրքիր հատվածում։ Ուրեմն բնական է made in Armenia դա ամենապատվավորը, կլինի շատ լավ է, այստեղ լավ որակը ապահովեցինք, բայց եկեք տեսնենք այդ արտադրանքը միջև ստեղից դուրս է գալու,
եւ հասնի Կանադա։ Բնական առաջանում են թաքսեր, Իհարկե, առաջանում են գնային տարիֆներ, փոփոխություն։ բայց ամենակարևորը այդ բոլորի մեջ, երբ որ մենք հասնում ենք կանադական սահմանին եւ այդ տարիֆներով պետք է ինքը ներմուծվի դեպի ներխուժի, դեպի Կանադայի շուկա, մեր ցանկացած լավագույն ապրանքը դառնում է ոչ Արդյունավետ գնային տեսակետից Արդյունավետ։ ինքը չի Շահեկան դիրքում կարողանում չի։ competition, այսինքն ինքը չի կարողանում Մրցակցել։ մրցակցել այդ շուկայում։ Եթե դու ունենում ես մի ապրանք, որը որ շատ բարձր գին ունի, հա, ապա բնական է կան տարբեր նմանատիպ ապրանքներ եւս կարող է պատահի ունենան բարձր որակ, դրա համար ներկայապային օրինակի համար ստեղ կա կանադական տեքստիլ, որը որ արտադրվում է, ամբողջությամբ արտահանվում է եւ Walmart, ասենք, ընկերության մեջ դա տարածվում է, բայց ասենք մեր գործընկերը սեփականատերը, որոնք կա, այդ Even Martin ընկերությունն է, իրանք այդ հարցը բարձրացնում են։ Եվ այդ հարցը մենք հիմա ուզում ենք բարձրացնենք եւ Կանադայի կառավարության, եւ Հայաստանի կառավարության առջեւ։ Եվ այդ հարցը ինչու պետք է լինի։ Փորձել, խնդրել, պայմանագրեր կնքել, նվազեցնել այն տարիֆները, որոնցով այդ շրջանառությունը կառաջացնի հնարավորություն մեր տեղական արտադրակին դուրս գալու։ Ոչ միայն դա խոսքը գնում է IT ոլորտի, որը էտել է product համարվում, այլ զուտ։ Տեսեք, մենք ունենք շատ փոքր քանակությամբ ներկայացված գինու արտադրանքներ, հա, ալկոհոլային։ Այո։ Բայց դա այն ցանկացած բիզնեսի ով արտահանում է, կտեսնեք, դա ավելի շատ իր պրեստիժի իր համար է դա այնտեղ, քան առևտրային ստեղծում է իր համար շահույթ։ Նույնը կարա լինի Դե կուզեին, որ շահույթը լետապնդերի, իհարկե։ բայց այդ բարագայում եթե պետքա մի այսպես unit-ը, հա, այնտեղ գնա այնպեսի մի գնի հասնի, որի ժամանակ ինչքան ուզում ես դու ռեկլամ արա, ասա այս մերն է, հայկականն է, մերն է, լավն է, մեր անուշը, հա, մեր եւ այլն, շուկան սկսի ճանաչել, որտեղ շուկան է պետքա ճանաչի, բայց եթե ճանաչության հետ սովորական գնորդը պետքա տեսնի, որ ինքը կարա գնի դրա հավասարազորը համարյա թե մի ուրիշ երկրի, ինքը չի կարող։ Իսկ եթե մենք խոսում ենք ոչ թե միայն փոքր առևտրի, այլ թեկուզ մեծ առևտրի մասին, նույնպես ամեն ինչ գալիս է դրան։ Կան երկրներ, որոնք ունեն ուրիշ պայմանագրեր, որոնք տարիֆները ուրիշ են, եւ դա թույլ է տալիս ավելի մեծ առևտրի շրջանառությունը։ Այդտեղ է խնդիրը Այստեղ արտահանողների համար պիտի որոշ առաջնահերթություններ լինեն եւ տարիֆների տարբեր մշակումներ, որպեսզի խթանեն, որպեսզի նրանք կարողանան արտահանել ուրիշ գնով։ Այո, տեսեք, հիմա ներկայապային ունենալով Ամերիկայի վերաբերմունքը Կանադային տարիֆների վերաբերյալ, Կանադան հիմա մանա գալիս ուրիշ շուկաներ, որտեղ դա կարտահանի։ Հայաստանը իհարկե բնականաբար շատ փոքր շուկա է, չէ՞։ Հա, թեկուս, բայց հակառակը Հայաստանի համար, եթե մենք ուզում ենք դուրս գանք դուրս եւ ունենանք ոչ միայն փոքր կողքի երկրների հետ հարաբերություններ, այլ ավելի դուրս ու մեծ, այսպես ասած, առևտրային ծավալ, այդ դեպքում պետքա վերանայել եւ փորձել կառավարության մակարդակով ամենաբարձր աստիճան գալ այնա, որ մենք, այսինքն Հայաստանի կառավարությունը փորձի դուրս գալ առաջարկով, խնդրանքով, որ այդ վերանայվի այդ բարագայում դա կզարգացնի, ինչպես այդ տեքստիլն ասում է, թե դա հնար ստեղծվի, ես մի քանի հատ գործարան կստեղծեմ։ Դա կբերի ստերի զարգացման տնտեսության։ Ոսակ սա զուտ ժամանակի խնդիր է եւ ինչ որ չափ բաց ձեր նման եւ մյուսների պես մարդկանց շնորհիվ կգաց ընդհանուր այդ համարել այդ պալատը այսօր մենք ստեղծել ենք այդ տնտեսական պալատը, կանադական առևտրային պալատը, որը ես ասում եմ դա է, որ մենք այսօր փորձում ենք նպաստել։ Ոլորտները ասեցի բազմազան են։ Հիմա իհարկե նույն Maple Leafs առողջապահական ծրագրերի հետ կապված փորձում է հիմա օգտագործելով էլ նույն պալատի ստեղծել հնարավորությունները նոր ասենք կապեր ստեղծել Կանադայի բուժ հիմնարկների հետ, նոր տեխնոլոգիաների մասին խոսել, նոր մասնագիտական փորձի փոխանակում կատարել։ Հա, մենք տեղում կարողանում ենք դա, ասենք, թե օգտագործել։ Իսկ այն մնացած ոլորտները ես փորձում եմ զարգացնել զուգահեռ։ Ճիշտ է, ձեր տնտեսական ոլորտն է, իսկ այ մշակութային կապերից ունեք նորություններ հայ-կանադական։ Մշակույթը երևի ամենահեշտն է, որ կարելի է զարգացնել։ Դե։ Ինչի, որովհետև բնական է Հայաստանը ունի շատ, այսպես ասած, բարձր մշակույթի կոլորիտ, յուրահատկություն բոլոր ոլորտներում, մենք ընդհանուր ունենք մեր հայկական, այսպես ասած, հայ ներկայացուցիչները Կանադայում, մենք ընդհանուր փորձեցինք նաև նույն մեր ուրեմն թատրոնի
ինստիտուտը որ կա, իրենց էլ կապել որոշ ծրագրերի հետ կապված, որոնք իրանք փոխանակում պետքա կատարեն, այսինքն նույն ֆրանկոֆոնիայի ժամանակ դա շատ ակտիվ տեղի է ունենում մեր տարբեր մշակութային այսպես փոխանակումներ, դա կարևորը դա երևի ինքնին զարգացող այն ոլորտն է, որտեղ մեր մշակույթը այնպեսի ակտիվ ձևով այստեղ մեր ստեղծագործ են հայ ժողովուրդը, թե նկարիչները, թե երգիչները, թե թատրոնը, թե ես չգիտեմ, բոլոր ոլորտը, հա, պոեզիայի Այստեղ խնդիրները քիչ են։ Այստեղ խնդիրները կարծում եմ քիչ են, որովհետև իրանք անհատականել են կարողանում դա ներկայացնել եւ ցանկացած եթե կա որևէ մի ոլորտ, որ կարող ենք մենք աջակցել, մենք պատրաստ ենք դիմեք մեզ մենք փորձենք ստեղծել այդ հնարավորությունները, կապերը եւ բացել դռները։ Իսկ որպես բժիշկ, ինչ եք կարծում մշակույթով ապրող մարդը, մշակույթի մեջ ապրող մարդը ավելի երջանիկ է եւ ավելի առողջ։ Ի վերջո հոգեբանական գործոնը շատ մեծ նշանակություն ունի նաեւ մարդու տրամադրվածությանը, սեփական օրգանիզմի նկատմամբ։ Դա գլոբալ հարց է։ Ցանկացած մարդու առողջությունը ոչ միայն դա ֆիզիկական առողջության մասին ենք խոսում, այլ դա իր հոգևոր, հոգեկան աշխարհի մասին է խոսք գնում։ Ինչքան մարդ լինում է կրթված, զարգացած, բանիմաց եւ ստեղծագործ, որը որ կարողանում է ստեղծագործել ոչ միայն զուտ ինչ որ իր նեղ մասնագիտական ոլորտում, այլ նաեւ ապրում է մի արվեստի ոլորտում, ապրում է ինչ որ ստեղծագործելով որևէ միտեղ, դա ցանկացած ստեղծագործ աշխատանք պահանջում է ներքին մի հետաքրքիր այսպիսի բավարարություն եւ ներքին մի էներգիա, որը որ ստեղծում է դա, այսինքն երբ որ դու ուզում ես սա ստեղծել, դա կլինի արտահայտվի թե նկարով, թե երաժշտությամբ, թե զուտ, այսպես ասած, ինչ որ մի ոլորտի զարգացում, դա էլ է ստեղծագործություն, սա էլ է մշակույթ, դա էլ գալիս անանից ինչքան դու հնարավորին չափով քո ներքին աշխարհը ունենաս զարգացած եւ կրթված, որտեվ զուտ նայելով, այսպես ասած, սիրուն ստեղծագործված մի աշխատանքի, դա աչքին, այսպես ասած, տալիս է մի բավարարություն, դու դրանից հաճույք ես ստանում, բայց երբ դու դեռ դա հետ միասին հասկանում ես, երբ որ դու նայում ես, թե դա որ ոլորտից է, ինչպես է ստեղծվել, դա ինչ դարաշրջանից է, հա, դա հասկանում ես, որ մանեն տարբերվում է Սարյանից, օրինակի համար եմ ասում, դա արդեն ստեղծում է քեզ ներսում են իրավիճակը, որ դու սկսում ես մարդուն էլ տենց գնահատել, որտեղ բոլոր մարդիկ դա ինդիվիդուումներ են եւ ամեն մի մարդ ունի իր աշխարհը։ Եվ ինչքան ամեն մի մարդ լինի զարգացած, հոգեկան աշխարհը իր լինի հանդարտ եւ այսպես բարի այնքան ներդաշնակ, այո, դա կբերի իրան ավելի իր ոլորտում ավելի մեծ արդյունքների։ Ինձ հետաքրքրում է ինչպես են արձագանքում ձեր բուժարուները, իմանալով, որ եկել են այցի ոչ միայն ռոլոգ բժշկի մոտ, այլ նաև հյուպատոսի մոտ, եղել են այնպես, որ եկել են եւ երկու հարցով էլ դիմել են, եւ առողջապահական, եւ որպես հյուպատոս։ Ակցիա է։ 2-1։ Արդեն 3-1 առ։ Հա, իրականում ես դա չեմ այսպես բոլորի մոտ այդպես դա չեմ բարձրաձայնում, որտեվ դա ինչ որ մի ժամկետով այսպես ծառայություն է, հա, որը որ տրվելու է, հետո հանձնվելու է, բայց դա sense tennis դու մնալ առաքելություն է եւ դու դրանով անում ես, ապրում ես, զուգահեռ երբ որ իմանում եմ, բնական է իրանց մոտ միշտ մի հատ ինչ-որ ժպիտ է առաջանում, իսկ մարդիկ կա որ իսկապես հարցեր են ուղում կախված իրանց ինչպես կարող են գնալ Կանադա, այդ ամենաառաջի հարցն է, հա, երկրորդ հարցը ես ինչ-որ մի հարց ունեմ կրթության հետ, դա երկրորդ ամենահաճախ հարցն է եւ այսպես տարբեր բազմազան հարցեր։ Հա, եթե իրանք տեսնում են, դե քանի որ կլինիկայում Apple-ից դա այսպես ներկայացված է այդ ամեն ինչը, իրանք սկսում են հետաքրքրությամբ հարցուփորձ անել, սա ինչ է, սա ով է, սա ինչի համար է ու ըստ այնմ կախված բնական տարիքային խմբից տարբեր բազմազան հարցեր են առաջանում, դու փորձում ես չշեղվել, բայց օգտագործել օգուտ բուժարուի իր հարցերը բավարարելով բուն խնդիրը լուծելով, որտեվ դա էլ է իր համար նաև հետաքրքրություն։ Ահա, շնորհակալ ենք ձեզ անչափ հետաքրքիր զրույցի եւ հետաքրքիր տեղեկություններ փոխանցելու համար։
ի վերջո յուրաքանչյուր երկրի կարևոր շարժիչ ուժը դա տնտեսությունն է եւ փորձում եք նաեւ այդ կերպ օգտակար լինել ոչ միայն բուժառուներին կյանքի որակ ապարգևել, սա եւս շատ կարևոր գործոն է եւ իհարկե մենք ձեզ առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում բժիշկ լինելու համար, որովհետև առաքելությամբ բժիշկը դա բոլորովին այլ է եւ հենց այդ ձեր պես բժիշկների շնորհիվ է որ մենք մեզ ավելի երջանիկ ենք զգում։ Սպասենք նոր ազդակների հայ-կանադական հարաբերություններում, Միանշանակ։ Հիշեցնենք, մենք զրուցում ենք Maple Leafs հայ-կանադական բժշկական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս, Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանի հետ։ Մնացեք մեզ հետ հարգելի ռադիոլսողներ, մենք շարունակում ենք մեր եթերը։ Strike a pose. Strike a pose. Look around, everywhere you turn is heartache. It's everywhere that you go. You try everything you can to escape the pain of life that you know. All else fails and you long to be something better than you are today. I know a place where you can get away. It's called a dance floor, and here's what it's for. So come on, folks, let your body move to the music. Hey, 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 come on, folks, let your body go with the flow. You know you can do it. All you need is your own imagination. So use it, that's what it's for. That's what it's for. Go inside, for you find its inspiration. Your dreams will open the door. It makes no difference if you're black or white, if you're a boy or a girl. If the music's pumping, it will give you new life. You're a superstar. Yes, that's what you are. You know it. Come on, folks. Let your body groove to the music. Hey, hey, hey. Come on, folks. Let your body go with the flow. You know you can do it. Beauty's where you find it, not just where you bump and grind it. Soul is in the music. That's why I feel so beautiful, magical, like the ball. So get up on the dance floor, let your body move to the music. Hey, 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 come on, folks. Let your body go with the flow. You know you can do it. Beauty's where you find it. Beauty's where you find it. Greta Garbo and Monroe, Dietrich and DiMaggio, Marlon Brando, Jimmy Dean, on the cover of a magazine. Grace Kelly, Harlow Jean, picture of a beauty queen. Jean Kelly, Fred Astaire, Ginger Rogers, dance on air. They had style, they had grace. Rita Hayworth gave good face. Lauren Catherine Manitou, Betty Davis, we love you. Ladies with an attitude, fellas that were in the mood. Don't just stand there, let's get to it. Strike a pose, there's nothing to
Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե, ինչպես միշտ մենք հասցրեցինք երկի ընթացքում լուսանկարվել մեր հյուրի հետ եւ վերադարձանք ուղիղ եթեր։ Այո, վերադարձանք ուղիղ եթեր, նաև մշտապես հետևում ենք ձեր մեկնաբանություններին, հարգելի ռադիոլսողներ, Հասմիկ Ավետիսյանն ասում է բարի լույս, բարին բոլորիս, շատ ճիշտ է կրթությունը եղել եւ մնում է ամենաառաջնայինը ու ինչ էլ լինես, այն միշտ առաջնային է, իսկապես այդպես է, համամիտ ենք ձեզ հետ, երբ մարդը կրթված է, դա կարծես իր զենքը լինի եւ ավելի հեշտությամբ կարող է հաղթահարել իր ճանապարհը։ Այստեղ մի կարևոր նրբություն էլ կա, որ ամեն մեկը պիտի լինի իր տեղում եւ մեր հյուրը դրա վառ ապացույցն է, երբ կարողանում է մի քանի գործով զբաղվել եւ իր տեղում է։ Սա եւս շատ կարևոր հմտություն է։ Թեպետ շատ-շատերը հարմարավետության գոտուց չեն ուզում դուրս գալ եւ նախընտրում են մնալ այնպես, ինչպես կա էլ, այդպես իրենց հարմար է։ Մի խոսքով, հարգելի ռադիոլսողներ, մենք շարունակում ենք Եվ խոսելու ենք այն մարդկանց մասին, ովքեր եւս մի քանի ասպարեզներում են գործունեություն ծավալում, այսինքն երկակի առաքելություն։ Այո, այստեղ առանձնահատուկ ուշադրության է արժանացել Լեոնարդո դա Վինչին, հենց նորմալ է, որ ոչ ոքս չզարմացավ այդ առումով, նկարիչ, գյուտարար, անատոմ, ճարտարագետնա ոչ միայն ստեղծել է Մոնալիզան, այլև նախագծել է թռչող սարքեր ու ուսումնասիրել մարդու մարմինը։ Իսկ առաքելությունն էլ գեղեցկություն ստեղծել եւ գիտելիք բացահայտել։ Հրաշալի է եւ դրանով էլ ինչ որ չափ նաեւ աշխարհայացք փոխել, ինչը հաջողվեց։ Մի քանի Այո, ինչը հաջողվեց Լեոնարդո դա Վինչին։ Գնանք առաջ Չարլի Չապլին։ Այո, Չարլի Չապլին, հիմա շատերի դեմքին ուղղակի ժպիտ առաջացավ, որովհետեւ երբ նայում ես վիդեո տարբերակները այնպես բարի միամիտ կերպար է։ Եվ բացի կինոից Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երաժշտության հեղինակ, ծիծաղը դարձրել էր սոցիալական քննադատության գործիք, իսկ առաքելությունն էր զվարճացնել եւ արդարության մասին խոսել։ Դե Մարի Կյուրին մենք շատ լավ գիտենք, ֆիզիկոս եւ քիմիկոս, 2 Նոբելյան մրցանակ։ Նրա աշխատանքը հիմք է դրել ճառագայթային բուժմանը, իսկ առաքելությունն էր գիտություն զարգացնել եւ կյանքեր փրկել։ Այստեղ գիտություն զարգացնելով տեղափոխվում էր ինքնաբերաբար նաեւ բժշկության աշխարհ։ Հետաքրքիր է նաև, որ առանձնացված է Բոնոն YouTube-ի վոկալիստը, նա նաև ակտիվիստ էր աղքատության ու մարդու իրավունքների թեմաներով եւ նրա առաքելությունն էր երաժշտություն ստեղծել ու հասարակական փոփոխություն խթանել։ Այո, փորձել էր նաև այդ տարբերակով անել։ Հեդի Լամարը հոլիվուդյան դերասանուհի էր, միևնույն ժամանակ գյուտարար։ Այո, դա չգիտեի։ Ես էլ չգիտեի, նրա համահեղինակած տեխնոլոգիան հիմք է դարձել ժամանակակից Wi-Fi-ի ու Bluetooth-ի համար, գիտես։ Ոչ։ Այո, իսկ առաքելությունն էր արվեստ եւ տեխնոլոգիա համադրել այդ երկուսը, ինչը նրա մոտ փայլուն է ստացվել։ Առանձնացնում ենք նաեւ Մահատմա Գանդիին, փաստաբան, քաղաքական առաջնորդ եւ փիլիսոփա։ Նրա առաքելությունն էր իհարկե անկախությունն ու խաղաղ պայքարի գաղափարը։ Իհարկե այս ցանկը կարելի երկար շարունակել։ Հիշենք նաեւ օրինակ Մարզիկ երաժիշտ, երգիչ մարդկանց օրինակ Խուլիո Իգլեսիասը, ֆուտբոլիստ էր, սկսեց երգել։ Ես նաև գիտեմ բազմաթիվ բժիշկների, հայ բժիշկների, որոնք բացի պրոֆեսիոնալ, մանրակրկիտ բժշկությունն ուսումնասիրելով նաև ոլորտում նեղ մասնագիտական ոլորտում լավագույնը լինելով չեն բավարարվել դրանով եւ նաև գիտեմ օպերային երգիչ բժիշկ, նրանք փորձում են համատեղել եւ որպես կանոն նկատել եմ, որ նրանք ընտրում են մշակութային որևէ ոլորտ, երևի բալանսավորելու համար։ Նաև չենք մոռանում մի կարևոր բան, որ ծրագրավորողների մեծ մասը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի։ Էլի փորձում են իրենց այդ թվային աշխարհին զուգահեռ ինչ-որ մշակութային սնունդ ստանալ։ Դա հրաշալի է, երբ մարդ կարողանա իրեն գտնել տարբեր ասպարեզներում, իսկ դուք քեզ այ ոչ ասպարեզում կպատկերացնեի զուգահեռ այս աշխատանքին։ Ես կամ այդ աշխատանքներում զուգահեռ Տիգրան ջան, ճիշտ է, գրեթե բոլորը մշակույթի հետ առնչվում են, բայց ուզում ես դրանք թվարկեմ։ Տուրիզմ, թատրոն, բար, էլի կարող եմ շատ են իհարկե, իսկ դու կրթություն եւ կրթություն։ Տես ինչ լավ եմ քեզ ճանաչում, իսկ դու գիտեիր ես ինչ էի պատասխանելու։ Մոտավոր։ Պաստորն այդքան էլ լավ ինչ չես ճանաչում։ Եթերային պատասխանը այլ է, կյանքում այդ տարբերվում են, դու հասկանում ես։ Դե հա, մի քիչ ավելի տեսած ենք սպասում։ Մի խոսքով, այսպեսին էր մեր այսօրվա հետաքրքիր անդրադարձը երկակի գործունեություն ծավալող անձնավորություններին։
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 50 րոպե, մենք իհարկե շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում, հաղորդման ավարտին մենք ունենք թարմացված տեղեկատվություն վերաբերող երթևեկությանը։ Ուշադրությամբ հետևեք, որպեսզի իմանաք, որտեղից շրջանցեք եւ որտեղ ոչ։ Ունենք այս պայն երկու ավտովթար մայրաքաղաքի փողոցներում, մեկը մեր հարևանությամբ է Խանջանից, երբ պետք է Չարենց գնանք, այդ կարծեմ թունել մտնող հատվածում ունենք մեկ ավտովթար եւ մեկ վթարել կա այս պահին տեսնում եմ քարտեզի վրա Հերացի փողոցի վրա վեր բարձրացողը ձախ կողմում է վթարը։ Ես նաեւ ուզում եմ անպայման խոսել մի հատվածի մասին, որտեղ շատ սխալ են կայանում ավտոմեքենաները, երկու կողմից են կայանում եւ շատ դժվարությամբ է մեկ մեքենա կարողանում անցնել։ Խոսքը Ալեկ Մանուկյանից, երբ կարծես թեքվում ենք աճ եւ պետք է գնանք ներքին գործերի նախարարություն, պետք է թունել մտնենք, դարձել դեպի ուրեմն Հերացի բարձրացողը, այդտեղ երկու հատվածում էլ, հարևանությամբ նաեւ պետհամասարանն է։ Գոնե թույլատրվի մեկ կողմից մեքենա այո, որովհետև մեքենային տեղ չի մնում, որ նա գնա, մի քիչ մեծ սանտիմետրերի տարբերությամբ մի կերպ անցնել այդ հատվածը դեպի թունել տանող հատվածներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, դեպի ներքին գործեր։ Թունելի կողքով երբ պիտի բարձրանաս համալսարանի կողքով դեպի Չարենց, շատ նեղ էսպես հատված է։ Շատ ծանր վիճակ է ու հաճախ մենք նկատում ենք, մեզ էլ է եղել, մեր հետ է եղել։ Երբ դիմացի մեքենան մի կերպ անցել է, հետո ստիպված վարորդը դուրս է եկել, օգնել է մյուսին, մի կողմը դարձրեք հնարավորություն կայանելու համար, հիմա կասեք կայանման տեղ չկա, հասկանում ենք, բայց նաև կայանումը պիտի երթևեկության հաշվին չլինի, սա եւս շատ կարևոր հանգամանք է, եւ դրան հետևանքով էլ վնասվում են նաև տարբեր մեքենաներ, ամեն մեկը չի կարող միլիմետրի հաշվարկ անել եւ ճիշտ անցնել այդ հատվածով, ներեցեք։ Այո, մի խոսքով ավտովթարների հետևանքով Խանջան Հերացի հատվածը բավականին գեր ծանրաբեռնված է այս րոպեներին, հիշեցնեմ եւս մեկ անգամ Հերացու վրա է մեկ վթար եւ Խանջանից, երբ պետք է դուրս գաս դեպի Հերացի, վեր բարձրացող հատվածում եւս կա ավտովթար։ Եվ իհարկե հարգելի ռադիոլսողներ, հատկապես մարզասեր հասարակություն ուշադրությամբ հետևում է օլիմպիական խաղերին, ձմեռային օլիմպիական խաղերին, դրանք միշտ կապ չունի ամառային են թե ձմեռային են, մեծ հանդիսավորությամբ են նշվում եւ հատկապես առանձնանում են բացումներն ու փակումները, որովհետեւ դրանք նմանվում են մեծ շոուների եւ նման խաղերն են, որ ոգեշնչում ու նոր էներգիա փոխանցում մարզիկներին ու ինչու ոչ ստիմուլ տալիս, որպեսզի նրանք տարիներ աշխատեն, քրտնաջան աշխատեն եւ փորձեն հասնել կատարելության կամ բարձունքներ գրավեն։ Սա եւս շատ կարեւոր է ինձ թվում է։ Օրինակ ինձ համար Միլանում, մեկտարկած օլիմպիական ձմեռային խաղերը առանձնացան Մերայքերի ելույթով, շշմեցուցիչ ելույթով։ Ես նաեւ ասեմ, որ դահուկա սահքի, կարծեմ լեռնային դահուկա սահքի չեմպիոն է դարձել տաք երկրներ ներկայացնող անձնավորություն, այստեղ հարց է ցակում ձյուն որտեղից որ նա սովորել է այդքան լավ, ես եթե ճիշտ եմ ասում, անուններ չեմ տալիս, որ հանկարծ չսխալվեմ, բայց այնուհանդերձ մի բոլ ծիծաղեցինք, հետո պարզվեց, որ Նոր Զելանդիայում է մեծացել եւ այնտեղ բակուց փորձել է պարապել է ու հետո հայտնվել տաք երկրներում։ Քանի որ խոսք գնաց Մերայքերի մասին, արի վայելենք հենց Վոլարեն նրա կատարմամբ հատվածը հենց օլիմպիական խաղերի բացման արարողությունից։ Ինձ թվում է հրաժեշտ տանք նաև ռադիոլսողներին վերջում թողնելով իհարկե վայելել Mariah Carey-ի անզուգական կատարում, անզուգական էր, Տիգրան չեմ լսել ճիշտն ասած։ Ված չէր։ Լավ, ինչևէ, շնորհակալ ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, կրկին ժամուկես մեզ հետ անցկացնելու համար, գիտենք, մոռացել ենք հեռախոսը համարը հիշեցնել, բայց կարծում եմ մեր ռադիոլսողները շատ դա վաղը կհիշեցնենք, խոստանում ենք, որ դա կանենք։ Վայելեք առանց տեղումների եղանակը Հանրապետության ամբողջ տարածքում տաք ջերմ եղանակ, այսպես Երևանում 7 աստիճան տաքություն է։ Այո, դրական նիշը արդեն կա, մեր հոգիներում էլ ջերմություն ու դրական էներգիա թող լինի։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան, կհանդիպենք վաղը 9:30-ից, ցես կողջունենք։
che un sogno così non ritorni mai più. Mi dipingevo le mani e la faccia di blu. Poi d'improvviso venivo dal vento rapito e incominciavo a volare nel cielo infinito. Felice di stare lassù e volavo, volavo felice più in alto da sole ancora più su, mentre il mondo pian piano spariva lontano laggiù. Written creation by Fausto Puglisi, the best-selling female artist.